նախորդին շատ մի քանի կարևոր դիտարկում արեց 18-րդ համագումարում Հանրապետական կուսակցության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ասելով, որ Հայաստանը չպիտի լինի ոչ հաճախորդապետություն, ոչ մակաբույծ պետություն, ոչ էլ էթնոգրաֆիկ թանգարան, իսկապես կա հնարավորություն, ինչպես եղել է Հայաստանը մինչև 18 թվականը արժանապատվություն ունեցող պետություն եւ կա հնարավորություն դեռևս լայն համախմբմամբ այս աղետը կանխելու եւ շատ կարեւոր էր նաեւ որ նույն համագումարի բանաձևում ՀՀԿ-ն, որը կարծում եմ 18-ից այս կողմ իսկապես բյուրեղացավ, հստակ ձևակերպեց նաեւ պատասխանատվության իր չափը, մեղավորության իր չափը, ասելով, որ սեփական սխալները ընդունելը դա բնավ թուլություն չէ եւ հստակ արձանագրելով, որ այո, այս տարիների ընթացքում խոսքը բնականաբար նաեւ պատերազմից հետո է, չի հաջողվել ընդդիմադիր ազգային ուժերին այնպիսի ռեալ այլընտրանքային ճանապարհային քարտեզ ներկայացնել, որ մենք այսօր չհասնեինք այնպիսի իրավիճակի, երբ որ դրված լիներ Հայաստան թե թուրք, հայ թե թուրք, Հայաստանի լինելիության հարցը դրված լիներ սեղանին։